Ճիշտ ասած այն կարծիքին չեմ, որ աննախադեպ էր, որտեղ անցած տարիներին էր, 20-25 տարի մենք անընդհատ ունեցել ենք լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքեր։ Հիմա թերևս չարժի թվարկել, բայց եւ խմբագիրների ծեծ է եղել, եւ մահափորձի գրեթե ուրեմն դեպքեր են եղել, իսկ 2004 թվականին, եթե դուք հիշում եք, մեր լրագրողները դաժան ծեծի ենթարկվեցին, հա, այդ ցույցը Բաղրամյան փողոցի ցույցը ցրելու ժամանակ։ Անցած տարի ունեինք Էլեկտրիկ Երևանի ժամանակ բռնությունների նախադեպը, այնպես որ սա, այսպես ասած, մեր պրակտիկայում սովորական երևույթ է, հա, եւ այսօր իշխանությունները շտապում են մենք այդ իմաստով բավականին մեծ հաջողություններ ենք արձանագրել, խոսքի ազատություն, իրավունք եւ այլն, այսինքն սովորական եւ արդեն հաճելի է։ Հա, ես ճիշտ ասած այդ հայտարարություններին միշտ պատասխանում եմ այսպես, որ ոչ թե իշխանությունն է հաջողություններ գրանցել, այլ հասարակությունը, որը համառ, երկարատև, դաժան պայքարի արդյունքում ձեռք է բերել ազատ մամուլ, անկախ մամուլ ունենալու իրավունքը։ Եւ պետք է նշել նաեւ մեր լրագրողների, մեր լրատվամիջոցների երկար տարիների համառ աշխատանքները այդ ուղղությամբ։ Հա, մենք այսպես ասած նվաճել ենք այդ իրավունքը, որպեսզի կարողանանք 2016 թվականին ազատ, առանց բռնությունների գործել։ Բայց տեսանք, որ փաստորեն իշխանությունը իր տարբեր օղակներում եւ պետական տարբեր ծառայողների մակարդակում պատրաստ չէ ընդունել այդ իրողությունը եւ փորձեր է անում, անընդհատ փորձեր է անում ճնշումներ գործադրել, վախեցնել, զսպել, ուրեմն այնպես անել, որպեսզի լրատվամիջոցները չկարողանան իրենց առաքելությունը, հանրությանը իրազեկելու իրենց առաքելությունը իրականացնեն։ Ես ճիշտ ասած ոչ մի այդպես չէի տարանջատի, հա, քաղաքացիների նկատմամբ ծեծը եւ լրագրողների նկատմամբ ծեծը միմյանցից։ Մանավանդ մեզ այս օրերին նաեւ մեղադրում են, ասում են, որ դուք ձեր իրավունքներն եք պաշտպանում, ոչ թե ծեծված քաղաքացիների, բայց այդպես չէ։ Լրագրողի ներկայությունը նախ զսպում է այդ նույն ոստիկանին, որպեսզի նա բռնությունների չգնա հենց նույն քաղաքացիների նկատմամբ։ Եվ բացի այդ, երբ որ լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվում, դա արդեն ոչ միայն պարզապես մարդու իրավունքների ոտնահարում է, ֆիզիկական բռնություն է, այլ հենց մամուլի աշխատանքը խոչընդոտելու ակնհայտ փաստեր են։ Ինֆորմացիա ստանալու իրավունքի ստանալու լրագրող մենք տեսանք, որ մեր լրագրողները, մեր այդ ջահել երիտասարդ տղաներ ու աղջիկները հենց առաջի գծում անձնազոհաբար ամեն ինչ անում էին, որպեսզի ընթերցողը, հասարակությունը անընդհատ ունենա թարմ եւ օպերատիվ ինֆորմացիա եւ տեղյակ լինի, թե ինչ է կատարվում Խորենացի փողոցում։ Բնական է իշխանությանը դա դուր չի գալիս եւ ինքը փորձել է եւ փորձելու է այսուհետ եւս խանգարել այդ աշխատանքին։ Մեր խնդիրը ո՞րն է։ Մեր խնդիրը լրագրողների, լրատվամիջոցների եւ խմբագիրների այն է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր համար տարրական աշխատանքային պայմաններ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքը, իրազեկել հանրությանը, առանց կորցնելու մեր տեխնիկան, առանց կորցնելու մեր լրագրողներին, առանց հիվանդանոցներ ընկնելու, այսպես ասած, առանց շարքից դուրս եկած լրագրողներ ունենալ։